Բարեձայնս Factor TV-ի հյուրը ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանն է, ողջույն։ 7 տարի անցել հեղափոխությունից, հենց այս օրերին արդեն Նիկոլ Փաշինյանը ստանձնել էր վարչապետի պաշտոնը եւ այսպիսի հարց է պատտվում հայաստանյան քաղաքական դիսկուրսում, արդյոք հաստատված է արդարության կամ արդարադատության մթնոլորտ եւ իրականություն Հայաստանում։ Կարող եք ասել այո, մենք կատարել ենք բազմաթիվ դատաիրավական բարեփոխումներ, Կարեն Անդրեասյանը այստեղ լիներ, կասեր 80%-ով ենք փոխել դատավորներին, վարչապետը այստեղ լիներ, կասեր 60%-ով ենք փոխել, վարչապետը այստեղ լիներ, եւս մեկ անգամ միգուցե կրկներ իր ԱԺ-ում ասած խոսքը, որ մարդկանց թվարկում ենք դպրոց մանկապարտեզ, քանի հատ ենք կառուցել, ասում են Քոչարյանը ինչու նստած չի, մի շեղեք թեման, այ ընդունում եք, որ տապալվել է դատա իրավական համակարգի բարեփոխումները կամ արդարություն հաստատելու հեղափոխական ծրագիր է, այսպես ասենք։ Չէ, չեմ ընդունում, որ տապալվել է դատա իրավական բարեփոխումների ծրագիրը։ Քոչարյանը ինչու նստած չէ։ Մտածում եմ, որ ընթացքի մեջ է եւ բավականին լավ է տեղի ունենում, ճիշտն ասած, ես հաճախ լսում եմ ձեր տաղավարներից հարցազրույցներ, երբ որ մեզ հորդորում են միջազգային փորձին ապավինել դատա իրավական բարեփոխումների հարցում, ես շատ կուզենայի կոնկրետ ասել, որ միջազգային փորձին, որովհետեւ միջազգային մեր գործընկերները, նրանք ովքեր անցել են անցումային շրջանով եւ ունեցել են դատա իրավական բարեփոխումների կարճատև ռեֆորմների, արագ ռեֆորմների փուլ, սովորաբար մեզ հորդորում են չգնալ իրենց ճանապարհով, որովհետև այդ արագության արդյունքում որպես կանոն ռևերս է լինում, հա, դատա իրավական բարեփոխումների կխոսենք, բայց մարդիկ վարչապետին 7 տարի հետո հարցում են Քոչարյանը ինչու նստած չի, եւ այս հարցը միայն Ռոբերտ Քոչարյանի մասին չի, այլև այսպես մի քիչ գլոբալ եթե վերցնենք, որպես հավաքական ինչու պատժված չեն այն մարդիկ, ովքեր մեզ էին պատժում, հանրային ընկալում կա այսպիսի։ Ես համաձայն եմ դրա հետ, ձեր ասած պնդման հետ, որ նախկին նախագահների պատժված չլինելը այս պահին անարդարության զգացում է առաջացնում մարդկանց մոտ եւ նույնիսկ հիշում եմ Freedom House-ը նախորդ տարվա զեկույցում նշել էր, որ երկու գործերի կարճումը կամ վաղեմության ժամկետով կարճումը Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի անվստահություն է առաջացնում դատական համակարգի նկատմամբ եւ այդ երկու գործերի մասին առանձնահատուկ ընդգծել էին մեր միջազգային անկախ գործընկերները, ինչին ես հակված եմ ապավինել, որովհետև ինձ համար երևի լավագույն ամենաանաչառ աղբյուրը դրանք են եւ այո, այդ իմաստով զգացողությունը անարդարության դեֆիցիտի ես ընդունում եմ, որ կա, սակայն մեր դիտանկյունից, հա, քաղաքական գործիչներից դիտանկյունից այնուամենայնիվ ավելին անել, քան պարզապես բարեփոխումների շարունակական եւ հետեւողական ճանապարհով գնալ, ավելի լավ գործիքակազմ ես չեմ պատկերացնում, թերևս միայն լավ գործիքակազմ ասել։ Իրավաբանական ընդունվեմ դառնամ, որովհետեւ դրանից ավելի որակյալ գործիքակազմ։ Լավ գործիքակազմ դուք եք խոստացել եւ դատայական բարեփոխումների երկու ռազմավարությունում էլ նշել եք անցումային արդարության մասին եւ չեք կատարել ձեր իսկ խոստումը երկու անգամ երկու պատմությունները առանձին վերցրած բողոքարկումների վաղեմության ժամկետի կարճելը մեղքն ընդունելու հիմքով, հա, որովհետև չհամաձայն նրանցից մեկը մինչև վերջ գնալ, եթե չեմ սխալվում, Ռոբերտ Քոչարյանի եւ վաղեմության հիմքով կարճեց, ինչպես նաեւ ապօրինի գույքի բռնագանձման օրենքի պատմությունը, գիտեք, որ սահմանադրական դատարան վիճարկվել է, այո, ես համաձայն եմ, որ իրավաբանները, որոնք աշխատում են մասնավոր ոլորտում եւ այդ թվում նախկին նախագահների համար կարողանում են ժամանակ ձգել, այսպես ասած, շատ պրոֆեսիոնալ ձևով եւ երբեմն նույնիսկ այս կոպիտ բառով ասած հաղթում են դատաիրավական համակարգի ռիթմին, սա թերևս իր խորքային պատճառներն ունի, բայց ես չեմ կարծում, թե ընդհանուր առմամբ դատաիրավական ոլորտի բարեփոխումները տապալված են։ Գիտեք, խնդիրը այն չի, որ նախկին նախագահներին կամ նրանց իշխանության ժամանակ ասես առաջին դեմքերին կանգնեցնեք պատի տակ եւ գնդակահար եք, էլի խոսքը ամենևին դրա մասին չի, ոչ էլ ԱԾ-ի պատվարները լցնելու մասին է, խոսքը
այդ անարդարության զգացողություն մարդկանց մոտ ինչից է գալիս, որ ցցուն դեպքեր է եղել քաղաքացիների իրավունքների խախտումների եւ դրանք մնացել են անհետևանք։ Հայաստանի վարչապետը ինչքան էլ ասի մարտի 1-ի գործը բացահայտված է, քանի մարդը իր աչքով չի տեսնում, որ սկսվել է դատական process, որտեղ կան մեղադրյալներ, այդ թվում կազմակերպիչները, հրահանգ տվողները եւ այլն, նա ձեր ասածներին չի հավատալ։ Դուք կարող եք ասել 80%-ով ենք վեթինգ արել կամ մեզ չեն հնազանդվում դատավորները, տեսեք ընդդիմության քանի հոգի ազատվեց։ Դա իրականում լավ չէ, որ մեզ հնազանդվեն դատավորները։ Դա իրականում լավ ցույց չէ, այնպես չի։ Դա լավ բան է, երբ որ ընդդիմության տարբեր ներկայացուցիչներ դատարանում հաղթում են, հա, այսինքն իրենց անմեղությունը ապացուցում է, դա շատ դրական բան է, բայց ցցուն դեպքեր կան իրոք անարդար։ Այս երկու դերվագի կամ այսպես ասած հավաքական ամենավառ դեմք ունեցող նախկինների դեպքում ասեցի թե փաստաբանական, հա, իրավաբանական ավելի շատ արդարադատական մեխանիզմների միջոցով են ժամանակը այսպես ասած ձգում։ Մի դիտարկում ունեմ ձեր ասածի հետ կապված դատական process-ի, ես ճիշտ ասած ամբողջ այդպես խորությամբ չեմ հետևում, բայց ժամանակ տեսնում եմ, որ դատական նիստերի դահլիճում են կամ դատարանների առջև ճեպազրույցներ են տալիս, այսինքն դատական գործընթաց կա, վստահ չեմ թե որ գործերի շրջանակում է մարտի 1-ի գործը, ինչքան գիտեմ վաղեմության ժամկետը արդեն անցել է։ Մարտի 1-ի գործը, եթե չեմ սխալվում, վերավորակավորվել է եւ նորից վերաբացվել, այս մասին կարծես թե դատախազը ասաց, բայց այնուամենայնիվ բուն իրավական գործընթացի մասին կարծում եմ ավելի պատեհ կլինի հանրապետության գլխավոր դատախազին կամ հենց այդ գործով զբաղվող դատախազին հրավիրեք եւ խոսեք, որովհետեւ ես իսկապես չեմ կարող իրավական հանձնառություններ ավելի շատ քաղաքական հանձնառության առումով ես կարծում եմ, որ մենք հնարավոր ամեն բան արել ենք, որպեսզի դատա իրավական համակարգը կարողանա անկախ գործել։ Իհարկե չեմ կարծում, թե մենք հասել ենք լիակատար անկախության եւ վերջերս դատավորի կաշառքի գործի մեջ ներգրավվածության դեպքը նույնպես դրա վառ օրինակներ, որ կան դեռևս խնդիրներ դատա իրավական համակարգում, բայց այդուհանդերձ ես կարծում եմ, որ նման իրավիճակ, նման հարցերում պետք է նայել դինամիկային, այսինքն դեպի ավելի շատ լավն է շարժումը դեպի դրական, միտումը դեպի դրական է, թե դեպի բացասական։ Այս պահի դրությամբ թեև դանդաղ, բայց միտումը դրական է։ Ասացի կանարդարության կանգ առնել եւ հետ չգնալն է այս պահին։ Իհարկե ոչ ոք չի ակնկալում, որ Հայաստանի վարչապետը պետք է WhatsApp-ով կամ mail-ով թեև այդպիսի բան տեղի ունեցավ, դատա իրավական տարբեր համակարգի ներկայացուցիչների հրահանգի, ինչպես նրանք անել, մեր ակնկալիքը դա չի, էլի։ Չի ունեցել։ Հա, WhatsApp-ով կան adrեսանը ոչ որևէ դատավճիռ կայացնել։ Դատավճիռների հարցում որևէ միջամտություն վարչապետի ես կարող եմ Կարեն Անդրեասյանի հեռացման մասին նման բան տեղի չի ունեցել։ Կարեն Անդրեասյանին քաղաքական դերակատարները, այդ թվում եւ կառավարության եւ տարբեր պետության մարմինների դերակատարները կարող են միմյանց տարբեր բաներ հորդորել։ Բայց կներեք, նա դատական համակարգի ներկայացուցիչ է։ Կարող են որոշել դա անել, թե չէ դա։ Այդ դրա համար են ասում քաղաքական անձին մի ուղարկեք ԲԴԽ տրամաբանության մեջ։ Ես է կարող էի հորդորել կամ դուք էլ կարող եք հորդորել Չէ, բայց իշխանավորը երբ որ հորդորում է դատական համակարգի ներկայացուցչին, դա ճնշում է կներեք։ Կարեն Անդրեասյանի որոշումն է ենթարկվել, այսինքն արձագանքել այդ հորդորին, թե ոչ, որովհետև ես ենթադրում եմ, որ չգիտեմ դեպքի մանրամասները, բայց ենթադրում եմ, որ կոնկրետ խնդիրներ են մատնանշվել, որի արդյունքում Կարեն Անդրեասյանը հասկացել է, որ թերևս անլուծելի է։ Տիկին Ղազարյան, տեսեք, դուք ասում եք, որ ընդունեցիք, որ մարդկանց մոտ անարդարության զգացողությունը կա, եւ ինչքան էլ ուզենակ խուսափել, մարդիկ միշտ կոնկրետ գործերով են դատելու, հա, եթե իմ հարևանից ոսկի են գողացել եւ բռնել են գողին, դա ամենևին այն մասին չի, որ դատական համակարգը անկախ է եւ նա պատժվել է, ենթադրենք, հա, դա այն մասին է, որ ինչ որ կենցաղային հանցագործություն, բայց նշանակալի դեպքեր, երբ որ չեն հանգուցալուծում, շատ հաճախ այդ նաև դրանից ինչ կասկածներ են առաջ գալիս, ես կուզեի շատ բաց խոսել այս մասին, որ դուք ուղղակի համագործակցում եք Ռոբերտ Քոչարյանի հետ, նրան պահում եք ընդդիմադիր դաշտում, հենց նա հայտնվում է էկրաններին, մարդկանց մի մասի մոտ սարսափ է առաջ գալիս, որ մեր վատ երազների նախկին նախագահը կարող է վերադառնալ, հա ոչինչ ԿՊ-ն տապալում է, չգիտեմ, անտաղանդ են, պատերազմում պարտվեցին, հազար ու մի բաներ,
բայց գոնե նախկինները հետ չգան եւ դուք այդ պատճառով նրանց չեք դատում։ Այս կասկածը արդյոք փաստահեն չի։ Փաստը երբ որ կպցնում ես բավականին հիմնավոր թեզ է երևում։ Չէ, այդ կասկածը կոնսպիրատիվ է եւ եթե գիտեք կոնսպիրացիաները ինչպես են ծնվում, երևակայվում է աշխարհը որպես միատարր եւ ամբողջական օրգանիզմ, միշտ իրականությունը ավելի ֆրագմենտալ է։ Հետևաբար դրան արձագանքել, չգիտեմ, ազնիվ խոսք մենք Ռոբերտ Քոչարյանի հետ չենք համագործակցում, ակնհայտ է, չէ՞ որ մենք Ռոբերտ Քոչարյանի հետ չենք համագործակցում եւ նախորդ օրվա դատախազի ելույթի ընթացքում հնչած ապօրինի բռնագանձման ենթակա նրա գույքերն ու եկամուտները թվելը նաև դրա խոսում ցցուն փաստերից մեկն է մենք մեղք չունենք որ ամեն անգամ երբ որ մարդուց ինչ որ ապօրինի գույք կամ եկամուտ է ուզում իրավական համակարգը վերցնել եւ սա միայն վերադարձնել եւ սա միայն Ռոբերտ Քոչարյանին չի վերաբերում այդ մարդիկ սկսում են բուրըն քաղաքական գործունեությամբ զբաղվել, ճիշտ ասած, ինձ էլ եթե մի 100 միլիոն դոլար ուզենայի բռնականցել եւ եթե ես դա ունենայի, ես այդ 100 միլիոնի 20 միլիոն դոլարը կներդնեի ինչ-որ քաղաքական գործունեության բուրըն իմիտացիայի մեջ եւ դա ավելի շատ դրա այդ փոխկապակցվածության վկայությունն է, քան հակառակը, որպեսզի կարողանա իրեն նախ քաղաքականապես դիրքավորել, որպես իբրև թե ընդդիմություն, որի հալածում են, որոշ գործիչների մոտ դա հաջողությամբ ստացվում է։ Դա հաջողությամբ ստացվում է Քոչարյանի մոտ հաջողությամբ չի ստացվում, որովհետև նույնիսկ միջազգային դերակատարները դրան լուրջ չեն վերաբերվում, երբ որ նա իրեն այսպես հալածվող ընդդիմության տեղ է դնում, բայց որոշ գործիչների մոտ դա հաջողությամբ ստացվում է եւ այս տրամաբանությամբ է աշխատում։ Անձամբ ինձ համար ձեռնտու չէ, այն որ իսկապես մարդիկ երբ որ տեսնում են Քոչարյանին էկրաններին սարսափահար բան են արձագանքներ են տալիս եւ մտածում թե ինչպես փրկվեն այդ աղետից, ես դրա հետ համաձայն եմ։ Բայց նրա ընդդիմադիր գործունեություն ոչ միայն ինձ համար, այլ նաև Հայաստան քաղաքական դաշտի համար ձեռնտու չէ, բայց եթե այդ մարդը փրկությունը տեսնում է ձեր վերընտրությամբ։ Եթե այդ մարդը չի հասկանում, որ պետք է դադարեցնի քաղաքականությամբ զբաղվել, որպեսզի օրինակ, չգիտեմ, մենք չընտրվենք, ուրեմն ես ճիշտ ասած զարմանում եմ էլի այդ բան տրամաբանության վրա, բայց իհարկե այն դեպքերում, երբ որ այդ ահաբեկումը տեղի է ունենում, այսինքն երբ որ հրապարակային ինչ-որ մտքեր է ասում Ռոբերտ Քոչարյանը, երբեմն նաև Սերժ Սարգսյանը, հա, դրա արդյունքում կարող է կոնսոլիդացիա լինել մեր շուրջ, բայց մենք ինչ անենք դրա հետ։ Ինչ անենք։ Դե դուք նրանց հետ ոչինչ չեք անում, որ դա տեղի ունենա։ Արդարադատություն պետք է գործեր։ Արդարադատություն գործում է, ինչ պիտի անենք, ինչ պիտի անենք։ 7 տարի իշխանության եւ նոր գործը գնում է դատարան։ Խնդրում եմ ասեք, ինչ պիտի անենք։ Գույքի բռնագանձման։ Չէ, խնդրում եմ ասեք, քաղաքական գործիչները ինչ պետք է անեն։ Բացի ինստիտուտներ կայացնելուց եւ օրենքներ ընդունելուց։ Ասեմ օրինակ, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանի ժամանակ ընտրություն կեղծվել է Հայաստանում։ Այո։ Դուք զրպարտում եք նրանց, չի կեղծվել։ Ուր է, մի դատական ակտ ցույց տվեք։ Ամբողջ դատական ակտերի համակարգին չեմ տիրապետում, բայց գիտեմ, որ տարբեր գործընթացներ կան դրանց հետ կապված։ Չեք կարող դուք հիմա դատական դեպարտամենտին ուղղված հարցեր ու բան անեք, էլի քաղաքական հարց եմ տալիս։ Բայց դրանց պատասխան չգիտեմ, այն պարզ պատճառով, որովհետև դատական գործերին չեմ տիրապետում։ Եկեք ձեզ միամիտի տեղ մի դրեք եւ դուք շատ լավ գիտեք, որ ընտրությունների կեղծման որևէ գործ Օրինակ 2008 թվի նախագահական ընտրությունները, 13 թվի նախագահական։ Հիմա բանը իրավական դետալային հարցեր եք տալիս, նախ չգիտեմ արդյոք կա թե ոչ, երկրորդ չգիտեմ կա վաղեմության ժամկետ թե ոչ, գիտեմ որ կան դեպքեր 21, 18 թվի հետ կապված դատապարտված մարդիկ ընտրակեղծարարության համար, դրանից նախորդած դեպքերի վերաբերյալ իսկապես չգիտեմ, ոչ թե կան թե չկան, բայց չգիտեմ, այս նույն հարցերը, այսինքն ոչ ես ունեմ, բայց այս նույն տրամաբանությամբ մենք մեր դժգոհությունները հայտնում ենք, երբ որ իրավապահ համակարգի ներկայացուցիչները լինում են ազգային ժողովում եւ մենք կարողացել ենք այնպես ստեղծել մեր հարաբերությունները, այնպես թափանցիկությամբ ստեղծել, որպեսզի բոլոր իրավապահ մարմինները կարողանան հաշվետվություն ներկայացնել ազգային ժողովում։ Ասում եք, նրանք անկախ են, թող գնանք քննեն այդ գործը, այդպես չի էլի։ Բանցում են արդարադատությունը, դուք մտածել եք այն նպատակով նաեւ, որպեսզի
ես հիշում եմ շատ լավ ինչ խնդիրներ պետք է լուծեր, նաև ընտրական փուլում տեղի ունեցած խախտումներ, հետապնդումներ քաղաքական ես իդեպ վերջերս կարդում եմ ռազմավարությունը 22-26 թվականներ դատաիրավական բարեփոխումներ հետաքրքիր падգամավորներից մեկը կարդում է այդ ռազմավարությունը եւ հասկանում է այսպես թվարկում է թե ինչ է կատարվել, ինչ է ձեր խոստումներից իրագործվել, ինչ չի իրագործվել։ Մի զգալի հատվածը չի իրագործվել, այդ թվում անցում են արտադատություն։ Այ որպեսզի այսպես քաղաքական ընտրովիության տիրույթ չգնայինք, ինստիտուցիոնալ process-ը կարող է դա լինել։ Սա էլի պատժելու բանով չի, էլի համատեքստում չի։ Հետո ասում եք մենք ինչ պետք է անենք, այ գիծ քաշել անցյալի վատ երևույթներ, այդպես կարող եք անել։ Ներգրավված եմ եղել անցումային արդարադատության մշակման փաստաթղթում եւ շատ լավ հիշում եմ այդ գործընթացները, երբ ընդհատվեցին պատերազմի բերումով ցավոք։ Չէ, պատերազմից հետո դուք ռազմավարություն եք ընդունել, էլի գրել մեջը։ Հետո եղավ արտահերթ խորհրդարանական ընտրությունները, դրանից հետո արդեն երբ որ այս երկրորդ փուլի դեպքում չեմ կարող այդ նույն վստահությամբ ասել, որ ներգրաված եմ եղել, այսինքն փաստաթղթի մշակման դեպքում ներգրաված չեմ եղել, բայց եթե հիշում եք, հանրային խորհրդի մասին օրենքում փոփոխություն կատարվեց, որպեսզի հանրային խորհուրդը լինի այն մարմինը, որը կլինի այդ համերաշխության հանձնաժողովը կամ անցումային արդարադատության փաստաթղթով նախատեսված հանձնաժողովը։ Սա ինչի համար է կարևոր։ Իհարկե մենք որպես քաղաքական գործիչներ կարող ենք հրավիրել մարդկանց լսել, թե ինչպես են իրենք մասնակցել ընտրակեղծարան։ Պատկերացնում եք, չէ՞ որ անցումային արդարադատություն ոչ թե այն մասն է, որ պետք է բոլորը պատժվեն, այլ այն մասն է, որ պետք է բոլոր պատմությունները պատմվեն։ Ճշմարտության մասին խոսենք, բոլորը պատմեն իրենց պատմությունները առանց վախենալու բանի, որ դրա արդյունքում, որ օրինակ եթե իրանք կաշառք են վերցրել, դրա արդյունքում չպետք է նստեն, այսինքն, բայց բոլոր պատմությունները պատմվեն, բոլոր պատմությունները հրապարակային լինեն եւ այդ ճշմարտության հանձնաժողովի ֆունկցիաները դրված են հանրային խորհրդի վրա, որ վերջերս կազմավորվեց եւ ես կարծում եմ որ դա լավ որոշում է եղել, որովհետև այնուամենայնիվ այնտեղ ոչ կուսակցական, առանց քաղաքական աֆիլիացիաների կամ շատ տենց մեղմթույլ աֆիլիացիաներ կարող են որոշները երևակայել, բայց այնուամենայնիվ հանրայնորեն ընկալելի եւ իրենց տենց արդարամտությամբ նաեւ ընկալելի մարդիկ են։ Հուշում եմ, որ 5 տարի հետո ձեզ հրավիրեմ հարցազրույցի, էլի նույն բանն ասելու եք, որ գիտեք, հանրային խորհրդում այսպիսի բան կա Եվ ես ասել եմ, բայց չի չարես, դուք ասելու եք գլոբալ ճգնաժամեր, չգիտեմ, անձրևներն են Երևանում շատացել, այսինքն դուք 7 տարի իշխանության եք, էլի, հասկանում եք 5 տարի հետո կան։ Դուք 7 տարի իշխանության եք։ Հա, հասկանում եմ, Ռոբերտ ջան, ես էլ բացատրում եմ, թե ինչ է տեղի ունեցել այդ ընթացքում։ Եվ ոչինչ կոնկրետ չեք ասում, ինչ է տեղի ունենալի առաջիկայում։ Ասեցի կոնկրետ։ Ինձ անցյալում էր օրենսդրական փոփոխություն կատարել հանրային խորհրդի վրա նման գործառույթ պատվիրակելը, ես արել եմ այդ օրենսդրական փոփոխությունը եւ այդ դուք ակնկալում եք, որ ես պետք է գնամ մի հատ հանրային խորհրդի անդամների կողքին նստեմ, բան անեմ, քաղաքական միջամտություն ցույց տամ, ես կարծում եմ, որ դա տրամաբանական չի, որովհետեւ քաղաքական գործիչները հակված են որևէ կողմի ճշմարտացիությանը հավատալու։ Ես չեմ կարծում, որ դա քաղաքական գործիչների ֆունկցիան է։ Կամ էլ քաղաքական գործիչները պետք է տան այնպիսի խոստումներ, որոնք կատարելու են։ Մեր ռազմավարության ժամկետը դեռևս չի լրացել։ 1 տարվա ընթացքում դուք իրականացնում եք։ Ես չեմ բացառում։ Չէ, իսկապես ինտենսիվության հարց է, ես չգիտեմ ինչպես ինչ տրամաբանական ժամկետներով է ռազմավարությունը, դրա մի զգալի մասը պետք է կատարված լիներ 23-24 թվականներին։ Տարբեր գործողություններ, բայց օրինակ հետաքրքիր է երբեք օրինակ հարց ու պատասխանի ժամանակ, չէ, կառավարությունը ազգային ժողով պատգամավորներից որը մեկը արտադատության նախարարին հարց չի տալիս, դուք օրինակ ձեր ֆունկցիան ինչ քանի տոկոսով եք կատարել։ Ես հասկանում եմ Տիկին Գալյանը նոր է նշանակվել եւ կարող է ասել ես չեմ տալիս պատասխան Գրիգոր Մինասյանի ժամանակաշրջանի, դա անկալելի, հա, պատասխան կլինի, բայց դուք մեկ քաղաքական թիվ եք եւ մեզ դա չի հետաքրքրում։ Ես կարող եմ դրան շատ տեխնիկական պատասխան տալ, որովհետեւ իմ ֆունկցիաների մեջ վերահսկելն է գործողությունների պլանը կրթության միջև 2030 թվականի սպորտի ռազմավարության մշակույթի զարգացման ռազմավարության ոնց որ այդ ամբողջ սպեկտրը մի հոգին բան անել չի կարող, բայց այդուհանդերձ ես կարծում եմ, որ
ոչ թե կարծում եմ, այլ տեսնում եմ, որ իմ գործընկերները, որոնք զբաղվում են ազգային ժողովում, գործընկերները, որոնք զբաղվում են դատաիրավական ոլորտի հարցերով, ժամանակ առ ժամանակ եւ բավականին հաճախ հանդիպումներ եւ քննարկումներ են այդ ոլորտի վերաբերյալ։ Մենք շատ խոսեցինք, այսպես ասենք, նախկինում տեղի ունեցած ընտրակեղծիքներ, մարդու իրավունքների խախտումներ, դրանք ինչու չեն պատժվում, բայց այսօր էլ ձեր իշխանության օրոք տեղի ունենում դեպքեր, որոնք խնդրահարույց են եւ դրանք տեղ են գտնում նաեւ միջազգային մարդու իրավունքների տարբեր զեկույցներում։ Օրինակ մի դեպք, հա, Հակոբ Ասլանյանի միջադեպի մասնակիցներից Սամվել Վարդանյան։ Վերջերս նա 700,000 դրամով տուգանվեց այդ միջադեպի պատճառով։ Նա գտնվել է ոստիկանական վերահսկողության ներքո։ Ոստիկանները հեռացել են, ինչ որ մարդիկ եկել են ծեծել են, ոստիկանները եկել են եւ շարունակել են ճանապարհը։ Հիմա մենք պետք է այս դեպքով դատենք, հա, ինչքան դուք ունեք քաղաքական կամք եւ իրական անկեղծ ցանկություն մարդու իրավունքների խախտումներ ոչ միայն թույլ չտալու, այլ եւ թե տեղի ունեցել օրինակ ձեր կամքից անկախ, դրանք իրավական հետևանքներ ունենալու։ Ես 7 տարի հետո էլի ձեզ հարցնելու ինչու Սամվել Վարդանյանի ծեծողները չբացահայտվեցին եւ կասկածներ խորանալու են, որ եթե Քոչյանի ժամանակ զուգահեռներում է ծեծում եւ սպանում, ձեր ժամանակ էլ ոստիկանական վերահսկողության տակ գտնվող մարդկանց են ծեծում եւ դեռ չեն սպանում։ Գրեթե բոլոր դատողությունների հետ ձեր համաձայն եմ ամբողջությամբ, իհարկե չբացառելով այն հնարավորությունը, որ միգուցե հորինվածք է, որովհետեւ այնուամենայնիվ հակառակ կողմն էլ կա եւ հակառակ կողմը համենայն դեպս չի լռում է այդ մասին։ Դա գործը չի քննվում։ Ես նախորդ տարի, երբ որ իմ ֆունկցիաների շրջանակում ասեմ, նախորդ տարի, երբ որ դատախազի զեկույցներ դեռևս վստահ չեմ այս դեպքը եղել էր թե չէր եղել, բայց եթե այս դեպքի կամ այն մյուս դեպքի մի հատ ավելի ուշ պահի դեպք տեղի ունեցավ, որ կարծես էլի ոստիկաններին մեղադրում էին իրենց հսկողության ներքո գտնվող մարդկանց ֆիզիկական բռնության մեջ, եթե այդ դեպքերի վերաբերյալ վերապահում կարող է լինել չխախտելու հա այդ ոստիկանական աշխատակիցների անմեղության կանխավարկածը առնվազն անցած չէ նախանցած տարի 2023 թվականին մենք երկու դեպք ունեցանք ոստիկանների վերահսկողության իրավապահ մարմինների վերահսկողության ներքո անձանց մահվան ինքնասպանության դեպքեր էր կարծեմ որը շատ բացառիկ էր եւ երկար ժամանակ տեղի չէր ունեցել եւ այդ տրամաբանության մեջ ես նաեւ հրապարակային այդ հարցը ուղղել եմ դատախազին եւ ինչ վերաբերում է Սամվել Վարդանյանի դեպքին ես ներքին գործերի նախարարի հետ ժամանակ առ ժամանակ այսինքն նշանակվելուց հետո Արփինե Սարգսյանին նկատի ունեմ մի քանի անգամ խոսել եմ իր հետ ինքը ասում է որ գործընկերության փուլում է եւ հրապարակային դրան անդրադառնալ եւ բովանդակային արձագանքել չի կարող այսինքն չի քանի նախաքննական գաղտնիքով է այս պահին սահմանափակված, բայց ես կարող եմ նաև միանշանակ ասել, թե ոստիկանության աշխատակիցներին նաև այսպես է որպես ուղերձ որովհետև չգիտեմ ովքեր են եղել կամ եղել են արդյոք այդպիսի մարդիկ թե ոչ որ անկախ նրանից թե ինչպիսի կամ հոգուտ ում են արվում նման գործողությունները դրանք մերժելի են եւ դրանք ստվերում են տասնյակ հազարավոր բարեխիղճ ոստիկանների աշխատանքը, եթե այդպիսիք լինում են եւ բացասական վերաբերմունք է ստեղծում ամբողջ ոստիկանական համակարգի նկատմամբ դրա համար կարծում եմ որ ոչ միայն կարծում եմ այլ նաեւ վստահ եմ որ քաղաքական գործիչների մեր պատասխանատվության ներքո է մինչև վերջ գնալ այդ հարցի հետևից 100%-անոց համոզիչ ճշմարտությամբ բացահայտել թե ինչ է տեղի ունեցել, դեպի ես շատ կոնկրետ այդ դեպքի հարցում շատ հետևողական եմ ժամանակ առ ժամանակ իրավապահ մարմիններին հիշեցնում եմ, որ այդ դեպքը դեռևս ակտուալ է, դրա մասին պատասխան պետք է տալ, որովհետև համաձայն եմ ձեզ հետ, դա ոչ միայն ստվերում է ամբողջ ոստիկանական համակարգի բոլոր բարեխիղճ աշխատողներին, այլ նաև տպավորություն է ստեղծում, թե քաղաքական գործիչները որևէ կերպ խառնված են, ես այդ տպավորության հետ չեմ վիճի, ես այդ տպավորության հետ չեմ վիճի, եւ ես շարունակում եմ հետեւողականորեն պնդել իրավապահ մարմինների մեր գործընկերներին, որ իրենք իրենց գործը բարեխիղճորեն կատարեն, որպեսզի մեր մասին սխալ տպավորություն չստեղծվի մեր եւ իրենց, որովհետեւ մենք կարող ենք մտածել, որ այն ժամանակ Հակոբ Ասլանյանը դեռ
մասկ կուսակցությունից չէր եւ վարչապետի այսպես հրաժարականի հարցով տոգորված չէր, դուք ձեր գործընկերոցը պաշտպանել եք քաղաքական պատվերով գնացեք եւ ծեծեք։ Ես բացառում եմ, որ նման բան տեղի ունեցած լինի, իսկ եթե հանկարծ բարձր որ նման բան տեղի ունեցել, ուրեմն այդ մարդը քաղաքական մեր քաղաքական թիմից չէ, մեր գաղափարակիցը չէ։ Հնարավոր է բացառում, եթե բացառում եք, դե ինչու՞ չի բացառում, հին բանին եմ, պատասխանն է վերադառնում, ես չեմ բացառում։ Ես ժամանակ առ ժամանակ մեր գործընկերներին հիշեցնում եմ, որ այդ դեպքը մեր քաղաքական համբավի համար այդ թվում չափազանց կարևոր է, որովհետեւ եթե քաղաքացիական պայմանագրի հետ ասոցացված, աֆիլացված մարդ կա, որ կարող է զանգել ոստիկաններին, բան ասել, ոստիկաններն էլ գնան անել, դա աղետ է, ասենք, այդ մարդուն պետք է անմիջապես գտնել եւ մեկուսացնել այդ ոստիկաններին էլ հետը, որոնք կարող են նման կերպ արձագանքել դրան։ Մեկուսացման ենթակա անձը։ Ես համոզված եմ, որ այնտեղ նման բան լինել չի կարող։ Տեսեք, բարբերաբար երբ որ ընդդիմությունը հայրենիքի փրկության օրակարգով փողոց է դուրս գալիս եւ ակցիաներ են լինում անհնազանդությամբ, նաև ոստիկանական ուժերի եւ ակտիվիստների միջև այսպես բախումներ են տեղի ունենում։ Երբ որ ակտիվիստները ինչ որ քար են շպրտում կամ փայտ են շպրտում կամ խփում են եւ այլն, նրանց շատ հանգիստ տանում, բռնում են, հետևանքներ են ունենում այդ դեպքերը եւ այլն։ Ես այդտեղ ասելիք չունեմ։ Ընդդիմությունը ասում է քաղաքական հետապնդում է, բայց բռնություն չի կարող արդարացվել ոչ ընդդիմության կողմից, ոչ ոստիկանության։ Ոչ մի ոստիկան, բայց պատասխան չի տալիս որևէ ակտիվիստի ծեծելու համար։ Կառավարության տարեկան զեկույցի ժամանակ կարծեմ այդ բոլոր ծառայողական քննությունների մասին թվեր է հրապարակել Տիկին Սարգսյանը, կարող է դատարան։ Կարող եք բացել, երբ որ ասում է բանը խայտարակություն էր եւ այդքանով թեման փակվում է, էլի։ Դե համենայն դեպս եթե քննության փուլում է այդ նոր բողոքում եք որ մեր դատարանները դանդաղ են աշխատում այս դրա հետ ինչ անեմ ասենք հիմա բանը բողոքի շարունակությունն է իհարկե որ ասենք Խոչարյանի եւ ոստիկանների գործերն ռիթմի դանդաղությամբ են տեղը քննվում ընդդիմադիրներ ծեծվել են Աշոտ Սիմոնյանը եթե չեմ սխալվում չէ ձեր հարևանությամբ չի նստում ընդդիմադիր պատգամավոր ես էլ առանձնապես շատ չեմ հիշում այդ պատգամավորը բայց նայել դրվագը Այո, հիշում եք, որ վերևից Դաշնակցության շենքի մոտ ծեծում են։ Նկարում էին։ Այո, ապրեք, շատ լավ եք հիշում, քանի ոստիկանները։ Գիտեք ինչու այդ ոստիկանները չեն պատժվում, որովհետև ծեծված մարդը չի գնում քննչական կոմիտե եւ չի գնում ցուցմունք տալի ըստ քննչական կոմիտեի ղեկավարի։ Իսկ չի գնում։ Բայց տեղի է ունեցել առ երևույթ հանցագործություն ոստիկանների կողմից։ Բայց ինչի ցուցմունք չտալիս։ Չէ, դա թվում է թե արդարացում է քննչական կոմիտեի կողմից։ Հա, բայց գիտեք թե ինչի ցուցմունք չի տալիս, թե ենթադրում չբացահայտելու նպատակով, քանի որ պետք չի ոստիկանները պատժել, ինչ որ մի առիթ են գտնում, որ մեղադրյալ չներգրավեն, ասելով որ տրամադրվածություն չեմ նկատել, միգուցե ոնց որ հիմա ոչ հաստատում, ոչ երկում եմ դա, իհարկե ոստիկաններին պետք չէ այնքան սահմանափակել, որ չիմանան հիմա ինչպես շարժվեն, որ քաղաքական գործիչները նորից մի բան չան, ամբողջությամբ բոլոր կողմերից չհարցակվեն իրենց վրա, որովհետև ես հասկանում եմ, որ ոստիկան լինելն Հայաստանում հիմա բավականին բարդ է, բայց մյուս կողմից ընդհանրապես տրամաբանական չի էլի, այդ ոնց որ ոստիկաններն ենք վնասում դրան, ոստիկանական ամբողջ համակարգին ենք վնասում եւ նման տրամադրվածություն, որ եթե ոստիկան օրենքի խախտել եկեք բանանենք, ձևացնենք թե այդպես չի եղել, նման տրամադրվածություն ես ընդհանրապես քաղաքական թիմում ոչ էլ կոնկրետ գերատեսչությունում չեմ նկատում։ Բայց մի պատժված ոստիկան չկա, լիքը ընդդիմադիր պատժվածներ կա։ Ներքին գործերի նախարարի, երբ որ կառավարության տարեկան զեկույցներ, ինքը առանձին զեկուցող էր, 3 նախարարներից մեկը, որը առանձին զեկուցում էր ներքին գործերի նախարարներ, եւ այնտեղ ինքը թվեց, թե որ ոստիկանների հետ կապված, որ քանի ոստիկանի հետ կապված դեպքեր կան։ Հիմա ճշգրտորեն չեմ կարող հիշել Ռոբերտ ջան, այնտեղ բարձր տրամաբանական պատճառով, որ ամբողջությամբ իմ ոլորտը չի, բայց ձեր ասած հարցերը մոտավորապես են նույն մակարդակում, որում հնչեցնում ենք նաև մենք։ Կամ էլ ուրիշ բան կա, եթե ոստիկանության որևէ մի ծառայող կանգնի դատարանի առաջ, կամ էլ մի ուրիշ բան կա, եթե ոստիկանության մի ծառայող կանգնի դատարանի առաջ եւ ասենք 2 տարի նրան դատապարտեն, թեկուզ այսպես տուն ուղարկելով, պահելով հսկողության տակ,
ոստիկանական համակարգը կարող է չենթարկվել իշխանության, երբ որ ընդդիմությունը հերթական անգամ հայրենիքի փրկության օրակարգով դուրս գա փողոցներ եւ դուք ճնշելու լինեք այդ ցույցերը, ոստիկանություն կասի մենք գնանք ձեզ համար, ճնշենք ընդդիմությանը, ծեծենք ակտիվիստներին, դուք էլ մեզ դատեք, ինչի համար։ Այսինքն կառավարելիության տակ պահելու ոստիկանները պետք է առանց որևէ լուրջ պատճառի ուժ գործադրեն, անհամաչափ ուժ գործադրեն, ընդհանրապես այդ չի մեր դրա բանը պատկերացումը ոստիկանական աշխատանքի մասին։ Ես հասկանում եմ իհարկե, որ ոստիկանությունում մարդիկ ոչ ամբողջ գուցե կան մարդիկ, որոնք ոչ ամբողջությամբ են պատկերացնում, օրինակ ուժի համաչափության սահմանումը, որը նույնիսկ ես լավ չեմ պատկերացնում, որի ստանդարտ ամբողջությամբ ներդրվածել չի եւ դրա համար ժամանակ է պետք, դրա համար վերապատրաստումներ են պետք։ Մենք չենք կարող Հայաստան բոլոր ոստիկաններին տանել տեղը, չգիտեմ, ում բերենք, Հայաստանը սահմանափակ ռեսուրսներով երկիր է եւ ըստ այդմ նաեւ բոլոր ոլորտների ռեսուրսները, մարդկային կապիտալի ոստիկանությունը շատ նորմալ է իրեն կապիտալի դեֆիցիտ ունենք բոլոր ոլորտներում, բայց եթե օրենքի խախտում է տեղի ունեն, դա ընդհանրապես ոստիկանության համբավի վրա դրական չի կարող անդրադառնալ, որ մի հատ էլ եթե օրենքի խախտումը նկատվել եւ սանկցիայի ենթարկվել անդրադառնա մնացած ոստիկանների քաղաքական լոյալություն ապահովել ոստիկանական համակարգի նրանց չպատժելով։ Հիմա ենթադրություններ եք անում, բայց եզրահանգում եմ, ով պետք է պատժի, Ռոբերտ, ինձ մոտ տպավորության, որ ասենք բանը ինչ որ մեկը քաղաքական գործիչներից ազդեցություն ունի դատարանների վրա կամ պատժողների վրա։ Չէ, իհարկե քաղաքական կառավարող ուժը ոչ մի ազդեցություն չունի դատական համակարգի վրա։ Եվ դատախազը նրան վարչապետին չի զեկուցում։ Դատախազը զեկուցում է վարչապետին այնքան, որքան օրենքով սահմանված է։ Դատախազը ազգային ժողովն էլ է զեկուցում, դատախազը ընթացքի մեջ կատարվող աշխատանքների մասին հանրությանն էլ է զեկուցում։ Մենք հասկացանք Հայաստանի քննչական կոմիտեն, հակակոռուպցիոն կոմիտեն, ոստիկանությունը, դատախազությունը, դատարանները չեն ենթարկվում քաղաքական իշխանությանը եւ ավտոնոմ են գործում։ Այդ հասկացանք լավ։ Ինչ կար այդտեղ սահմանան։ Նոր մի քիչ առաջ ինչ որ բաներ էիք պատմում, բանի ընդդիմադիրների հետ կապված ինչ որ ուղիղ սրա հակառակ տրամաբանությամբ հարցեր էիք տալիս, երեկել իմ գործընկերները ազգային ժողովում հարցում էին, թե ինչու Արարատ Միրզոյանի նկատմամբ մահափորձ կատարած անձինք պատժված չեն։ Դե եթե ձեր տրամաբանությամբ շարժվենք, որտեվ ես զանգել եմ, ասել եմ հանկարծ չպատժեք։ Եթե ինձ են ենթարկում մրցակցություն կա եւ պետք չի։ Եթե ինձ են ենթարկում, երևի ես եմ ասել։ Պետք չի Արարատ Միրզոյանի ծեծողներն պատժել, կարող է ձեր մեջ էլ ինչ-որ թեւեր դաշտը բանն էլի, այդ մոնոլիտ աշխարհընկալման վարձ օրինակ սիրելի հեռուստադիտողներ, սա կոչվում է կոնսպիրացիա։ Աշխարհը ավելի ֆրագմենտալ է, քան Ռոբերտը երևակայում է։ Շնորհակալություն ձեր գնահատականների համար։ Ամեն դեպքում 7 տարի է անցել, հա։ Դուք երկու ձեռքբերում կարող եք առանձնացնել, այսպես ամփոփենք այս դրական հարցը, որ չասեք 200։ Այո։ Եթե դուք հիշում եք վարչապետը առնվազն մի 4-5 անգամ հրապարակել է 100 փաստ Նոր Հայաստանի մասին, եւ դադարել է հրապարակել, քանի որ չի դադարել է հրապարակել, որովհետեւ այլ տրամաբանությամբ է շարժվում, թերևս ես կարող եմ ոլորտը ասեք, ձեռքբերում ասեմ այ քեզ բան։ Դա շատ բարդ բան է ասում։ Իհարկե ես կարծում եմ օրինակ եթե իմ դատաիրավական համակարգի անկախությունը արդեն ֆիքսեցին։ Դե դատաիրավական համակարգի անկախություն է, մեդիա ազատությունը, խոսքի մամուլի ազատությունը, երկու հատ եք ասում։ Մեդիաների ոլորտի ազատությունը մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի առաջընթացը առնվազն 20 միավորով տնտեսական աճը 45%-ով ամբողջ նկատի ունեմ 7 տարիների ընթացքում եւ այդպես շարունակ տնտեսական ազատության ցուցանիշի բարելավումը ի վերջո նաեւ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման լայն հնարավորություններ, որոնք ստեղծում են մեր արտաքին ոլորտով զբաղվող գործընկերները ինքներդ գիտեք չթվարկեմ էլի թե Եվրամիության, թե Միացյալ Նահանգների, թե ավելի արևելքի հետ մեր համագործակցությունը, ռազմական ձեռքբերումները նոր գործընկերներից, ինչ ասեմ, մինչև երբ ասեմ, եթե ուզում եք կարող եմ ասել, իմ ոլորտի վերաբերյալ կարող եմ շատ երկար ասել, եթե իհարկե դա սովորաբար չհետաքրքրող է, ակադեմիական քաղաքի նախագիծը ինչպես գիտեք արդեն կա, մենք համագործում ենք Լոնդոնի արվեստների
քոլեջի հետ մենք համագործակցում ենք Մյունխենի տեխնոլոգիական 13 ջրամբարների ճակատագրին է արժանանալու, որը ջրամբարների հարցում չեմ կարող պնդում անել, որովհետև էլի նորից ասեմ, չեմ հետևողական չեմ եղել այդ հարցում, բայց ակադեմիական քաղաքի մասին կարող եմ պնդում անել, որ հարցը այս պահին ոչ թե ենթակառուցվածքը կլինի, թե ոչ, ինչպես սկզբում էին այդ հարցը հնչեցնում, այլ ինչ ժամկետներում կլինի, արդյոք մեր նախանշած ժամկետներում կլինի, թե ոչ այս հարցը 21-րդ դարում կլինի։ Իհարկե կլինի 21-րդ դարում, բայց կարող էին նաև հանրակրթության եւ մնացած ոլորտներից էլ խոսել լավ։ Շնորհակալ եմ, ելի կհյուրընկալենք, Factor TV-ում հյուրընկալել ենք Թագուհի Ղազարյանին։